Օրինակ հին դպրոցում չկար այդ փորձերի հնարավորությունը, որ կարողանանք գնանք փորձեր կատարենք, ավելի ըմբռնենք այդ ամենը, բայց նոր դպրոցում ավելի լավ է, որ այդ ամեն ինչը ունենք։ Միհրանն ու Նվերը մանկության ընկերներ են, անբաժան են ոչ միայն բակում, այլև դպրոցում, ակտիվ են բոլոր դասերին, հատկապես լաբորատոր աշխատանքների ժամանակ, երբ գրքում կարդացած այս կամ այն թեման փորձով ամրապնդելու հնարավորություն ունեն։ Հիմա մենք ուզում ենք ուսումնասիրել դիէլեկտրիկների պահվածքը էլեկտրական դաշտում։ Հիմա փորձենք պետել էլեկտրական մեքենան, լիցքավորիչները, տեսնենք ինչ պահվածք ունեն։ Էլեկտրական մեքենայի միջոցով լիցքավորում են կոնդենսատորների հարթ թիթեղները, որ տեսնեն ինչ կլինի, երբ առաջանա էլեկտրական դաշտ։ Փորձը հետաքրքիր է հատկապես տղաներին, սիրում են կրկնել։ Գոմքի միջնակարգ դպրոցը 2024-ին է շահագործման հանձնվել։ Դպրոցի կառուցման համար պետբյուջեից ավելի քան 700 միլիոն դրամ է հատկացվել, 10 միլիոնից ավելի էլ ծախսվել է անհրաժեշտ գույքով համալրելու համար։ Բերանով վերցրեց կերակուրը, կլանեց, հետո ուր գնաց, կոկորդ, իջավ ուր, ստամբոք։ Կենսաբանության դասի թեման մարսողական համակարգն է, ոչ միայն այս, այլև բնագիտական մյուս առարկաների կահավորված լաբորատորիաների նոր հնարավորությունները նպաստում են ուսումնական պրոցեսն անհամեմատ արդյունավետ կազմակերպելուն։ Չունենալով այս լաբորատորիաները, որը հիմա գերհագեցած է, իմ դասերը տուժում էր, բացատրում էի դասը եւ երեխաները ասենց անհասկանալի աչքերով միշտ ինձ էին նայում եւ հիմա ես կարողանում եմ իմ այդ թեորիան կապել նաեւ գործնականի հետ, լաբորատոր աշխատանքների հետ եւ կարողանում եմ արդյունք ստանալ։ Երեխաները, աշակերտները շատ ոգևորված են, շատ ակտիվ են։ Նոր հնարավորությունները ոչ միայն նոր հմտություններով են օժտում, այլև ավելի խստապահանջ են դարձնում թե մանկավարժներին, թե աշակերտներին։ Ըստ ուսուցչուհու, օրինակ այս լաբորատորիայում որոշ սարքեր թերի են կամ բացակայում են։ Ունեմ փոքրիկ ականջ, որի վրա չեմ կարող լիարժեք ցույց տալ։ Մի քանի այդպես օրգաններ էլի, որ պետք է անպայման երեխան հիշի, տեսնի, սրա վրա ոչինչ չի երևում, ես այս խնդիրը ունեմ, իհարկե, որ չկա, կուզենայի ատամներ լիներ, երեխան տեսներ, քանի տեսակի ատամ ունի մարդը։ Մի դպրոցում տեսել եմ նաև շնչառական առանձին համակարգ, կուզեի այդ թոքերը, այդ բրոնխները, որոնք տեղադրված են թոքերի վրա, երեխան հստակ տեսներ։ 50 միլիգրամ ջրի վրա ավելացնում ենք աղ, նաև գցում ենք կարտոֆիլ եւ տեսնում ենք ինչքան օսլակ առաջանա ջրի վրա։ 100 աշակերտի համար նախատեսված նորակառույց դպրոցն այսօր 33 աշակերտ ունի։ Նրանց թիվն ավելացնելն էր հիմնական պատճառը, որ 16 միլիոնով տուն կառուցելու պետական ծրագրում ընդգրկվեց նաև Գոմք բնակավայրը։ Արդեն իսկ նախատեսվում է մինչև սեպտեմբեր 10 աշակերտների մուտքը դպրոց, քանի որ դիմել են արդեն, պարզապես երբ որ վերջնականապես 16 միլիոններով արդեն տները պատրաստ կլինեն, նոր արդեն կավելանա աշակերտների թիվը, կկարողանան գալ, բնակվել եւ հենց այստեղից բերել իրենց երեխաներին դպրոց։ Մինչև բարձր լեռնային գյուղը մշտական բնակության հասցե կդառնա նոր ընտանիքների համար, գյուղի դպրոցականները վայելում են նորակառույց դպրոցի հնարավորությունները, հատուկ աշխուժությամբ են անցնում ֆիզկուլտուրայի դասաժամերը, ամեն դպրոց չէ, որ բակում հեծանվուղի ունի։